Ուժայիններին երեկ միայն այսպես հաջողվեց Վարդան Ղուկասյանին դուրս բերել Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից և տեղափոխել Երևան հակակոռուպցիոն կոմիտե։ Ժամեր անց նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեց։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ դատավոր Վարդգես Սարգսյանի որոշումը։ Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Մենք գործ ունենք ակնհայտ պատվիրված շինցու քրական գործի հետ եւ այս պատվիրված շինցու քրական գործը նպատակ ունի զրկել Գյումրիին կառավարվելու հնարավորությունից եւ քաոս ստեղծել Գյումրիում։ Ղուկասյանի լիազորությունները կասեցվել են, պարտականությունները կատարում է նրա առաջին տեղակալը Փեսան Ավետիս Սարաքելյանը։ Չեմ հասկանում, ինչ գործ են կարել։ 12 տարի հետապնդման է Վարդան Ղուկասյանը ենթարկվել, հիմա էլ նոր գործ են կարել, չեք հասկանում ինչ գործեր։ Երեկ իրավապահները խուզարկությունից հետո քաղաքապետարանի շենքից իրենց հետ տարան փաստաթղթեր համակարգիչ։ Այսօր էլ Ղուկասյանի աշխատասենյակը հսկում էին ոստիկաններ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ նոր խուզարկություններ են տեղի ունեցել, բայց այլ վարույթի շրջանակում։ Իրավապահները հեռացան, դարձյալ իրեր տանելով։ Ինչ արգելավեցիք, կներեք, պատասխանեք, խոստացել եք պատասխանել։ Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ զրույցի գաղտնալսում էր տարածել, որը վերագրվում է Ղուկասյանին և գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին։ Ըստ մամուլի գաղտնալսումն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով։ Ղուկասյանին վերագրվում է կաշառք պահանջելու և ստանալու դեպք։ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն Գյումրիի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը մտել են կոռուպցիոն գործարքի մեջ և պահանջել 4 միլիոն դրամ կաշառք ինքնակամ շինության օրինականացման համար։ Բացի Վարդան Ղուկասյանից ու գլխավոր ճարտարապետից նաև 3 տասնյակ քաղաքացի, այդ թվում անչափահասներ էին բերման ենթարկվել, սակայն այլ վարույթի շրջանակում։ Ըստ ձերբակալման արձանագրությունների քաղաքացիները կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, կոտրել են համայնքապետարանի վարչական շենքի հետնամասի պատուհանը, ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրել, նրանց ուղղությամբ առարկաներ նետել։ Այսօր կրքերը թեժ էին նաև խորհրդարանում։ Իշխանությունն ու ընդդիմությունը օրակարգի հարցերը թողած բանավիճում էին այս զարգացումների շուրջ։ Վարդանին կբանն է, այդ ամոթի հուշարձանն է, որը քայլող կենթանի հուշարձան էր, երեկ վազում էր։ Վազող հուշարձանն է Վարդանի կաշառակերության։ Ոնց է այնպես ստացվում, Ռուբեն Ռուբինյան։ Ընդդիմադիր համայնքապետ կա, որ ընտրվել է չեք հրետապնդել։ Ընդդիմադիր համայնքապետ կա, բանը Գյումրու համայնքապետը կաշառակեր է, Վանաձորինը ընտրվելուց հետո պարզվեց հանցագործա, Գորիսինը ինչ էր, Սիսյանինը ինչ էր, Կապանինը ինչ է, Բերթինը ինչ էր։ Դուք ուղղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում։ Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին են ուզում խոսել երկու խմբակցություններ, որոնք ընդամենը 6 ամիս եւ արդեն 2 օր առաջ քաղաքապետ ընտրեցին, այսինքն իրենց աջակցությամբ քաղաքապետ ընտրվեց Գյումրիում մի մարդ, որին պահանջվեց ընդամենը 6 ամիս 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, որպեսզի ինքը կաշառք լափի եւ բռնվի։ Երբ քաղաքական պատասխանատու մարդիկ, պատգամավորները հերթով իրար հերթ չտալով անընդհատ մեղում են եւ հաստատում են հանցագործության առկայության մասին, հաստատական պնդումներ են կատարում, սա խոսում է նաեւ այս մարդկանց հակաօրինական սահմանադրությունը չտիրապետելու, ժողովրդավարության եւ իրավական պետության հիմնարար սկզբունքները ոտնահարելու ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող վարքագծի մասին։ Մինչ Գյումրիում իրավապահների գործողությունները Փաշինյանը հոկտեմբերի 1-ին թիվ 1 ամբիոնից անդրադարձել էր Վարդան Ղուկասյանի այն հայտարարությանը, որ կողմ է միութենական պետությանը եւ իր հերթին հայտարարել։ Ես կարծում եմ, որ նման Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպես քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառելի է ժողովրդավարական երկրում, եւ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։
Օրվա ավարտին հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ գաղտնալսված խոսակցության մասնակից գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ու եւս մեկ անձ կալանավորվել են։ Տնային կալանքի տակ է կաշառք տալու մեջ մեղադրվողը։